նախկին քաղաքապետի ամուսին ձեզ հետ եմ խոսում, կներեք շուտ կգա, այն քրեական գործը, որ ձեզ մեղադրում են, դուք համաձայն չեք դրա հետ, ասում եմ ձեր կնոջ իշխանական լիազորություններն եք չարաշահել։ Իրականացում համաձայն չեք, ասել եմ մամուլի ասուլիսկ կտա ձերանն, ամեն ինչ կասի, հիմա ինչ Ուզում եմ ասել, որ լինելով իշխանության շրջանակում իրական հանցագործությունների մեջ եք այսպես մի քանի դրվագներ, ձեր դիրքորոշումն ինչպիսին է, ձեր ընտանիքը, ձեր հայրը, ասում ձեր հայրներ, բայց այստեղ կարծես մեղադրյալի պատվիճակ չունի։ Ձեր ընտանիքը սկանդալային կոռուպցիոն բնույթի քրեական գործում է հայտնել, ինչ կարող է։ Այո, դա ձեր կարծիքը ասեք։ Կարծիքը ասենք, խնդրում ենք, շնորհակալություն ձեր հայրը, մայրը, կինը, ինչ որ հանցագործություն կատարել է։ Եթե քաղաքապետին է ձեր կինը, դուք այս ամեն ինչը կարող ունենայիք, այն ինչ բիզնեսներ ունեք։ Այո, չեք ունենա, չէ՞, եթե քաղաքապետ չլիներ։ Եթե չեք ունենա։ Այսինքն իր քաղաքապետ լինելով եք այդ ամեն ինչի տեր դարձել։ Մենք ոչ, մենք ամեն ինչ ունեցել ենք քաղաքապետը։ Իսկ այն հողատարածքները, որը ասում են մի քանի անգամ այժմ գնով ձեր կինը լինելով քաղաքապետ, երկրորդ տոկոսով աճուրդ ա եղել, ու նայեք, բացեք, տեսեք, որտեղ Ալունսկի 100%-ից բարձր աճուրդ։ Երկրորդ տոկոսով եղել է իմ ընտանիքի անդամներից մարդիկ մասնակցել գնել են, ինչ կա դրա Իսկ բենզալցակայանի հետ կապված ինչ կասեք։ Դրա հետ կապված էլ են ձեզ վերագրում, նույնիսկ մարդու սպանություն են ձեզ վերագրում։ Հիմա ձեզ էլ կան այդպես վերագրում։ Չէ, ինչ չեն կարող, որովհետեւ կանգնած եմ։ Եթե դու կանգնած Եթե անմեղ չլինեի, դատված կլինեի։ Դե հիմա հադատում են էլի։ Դուք գազալցակայանն եք ասում, հիմա էս եք Դե ասում։ հիմա չենք ձեզ մեղադրանք մեղադրողները հիմա կգա դատերին կտեսնենք Անձամբ ձեր գազալցական սպանությունը եղել եւ ձեր ընկերն է այդ սպանությունը ենթադրաբար կատարել։ Ասում են նաեւ որ այդ վեճի ընթացքում նաեւ ձեր թեման է եղել։ Ես Հայաստանում չեմ եղել, ես ուրիշ երկրում եմ եղել, հետո տեղեկացել եմ, ինչ կապ ունեմ դրա հետ։ Քննության առարկայը Մարկա բռնված նստած դրա հետ կապված քրեական գործը ինչու եղավ։ Ո՞ր քրեական։ Դե կտենակ էլի, ասենք ստեղ քրեական գործ չկա։ Քրեական գործ չկա, դե ես հարուսելով չեմ բան կարող։ Քմի այդ կապերը խզել եք ամբողջովին։ Ես ինչ կապում դիխտազեմ։ Խզել Դուք ընդհանրապես կուսակցական եք։ Ես կուսակցական եմ ոչ էլ։ Ավականու անգամ մի տեղից պետք է լս ավական, այդ 12 թվից եմ ավականու անդամ։ Որ նայեք կտեսնեք 12 թվականից։ Հիմա քփի այդ բացարձակ դուք եւ ձեր կինը կապ չունեք։ Ես ինտեր կարող պատասխան տամ, ես ում հետ որ շփվում եմ, բարձրացում եմ, շփվում եմ։ Հիմա ես ինչ ասեմ, ում հետ կապ ունեմ, շատ մարդկանց հետ կապեր ունեմ։ 2026 թվականին աջակցելու եք իրենց համար այսպես ասած ձայներ ապահովել, փոխել։ Ոչ մեկի համար աշխատող չեմ որ ես ինքն էլ ձեր ասացիք։ Աջակցելու եք ինչ որ ուժի։ Դա ժամանակը կերել է։ Բանակցային բանակցություններ։ Ոչ մի բան, մենք քաղաքականությունով չենք ուզում զբաղվել։ Ես չեմ զբաղվել, ինքն էլ հիմա չի ուզում քաղաքականությունով զբաղվել։ Դե հանդիպ թողեմ մեզ մեր համար նորմալ ապրենք։ Բայց ձեր կինը ինչու որոշեց քրեական գործերը սկսելու։ Չի պաշտպանում։ Կա մարդ որ եկեղեցի չի պաշտպանում։ Մարդիկ ովքեր Փաշինյանի աջակցություններ Քրիստոնյաից ոնց կարաս եկեղեցի չպաշտպանել։ Օրինակ դուք Փաշինյան ասում է վեապարում պիտի հեռացնենք։ Կողմ եք դրա։